Ողջույն Տիգրան, Ողջույն։ ընտրություններն ավարտվել են, բնականաբար այսօր հիմնականում այդ գործընթացների մասին եք խոսելու, հետընտրական ինչ-որ գործընթացներ են ընթանում, վերահաշվարկներ տարբեր ընտրատեղամասերում, բայց ամեն դեպքում ոնց ես գնահատում ընդհանուր այն խորհրդարանային կառուցվածքը, որ այս պահի դրությամբ ունենք եւ ինչպիսի խորհրդարան ենք ունենալու, հնարավոր է արդյոք ինչ-որ կառուցողական համագործակցություն։ Այո, բավականին հետաքրքիր պատկեր է, մի կողմից իշխող ուժը բավականին համոզիչ հաղթանակ է ունեցել, բայց մյուս կողմից էլ իշխող ուժի ներկայությունը նոր խորհրդարանում բոլոր սցենարների դեպքում ավելի քիչ է լինելու, ավելի փոքր է լինելու, եթե համեմատում ենք նախորդ խորհրդարանի հետ, ընդդիմությունը ևս ավելի մեծ ներկայություն է ունենալու։ Այստեղ, ինչպես գիտենք, դեռևս ամեն ինչ վերջնականապես պարզ չէ, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության ապագայից է շատ բան կախված լինելու։ Իրականում, եթե Բարգավաճ Հայաստանը չի անցնում խորհրդարան, իշխող ուժը կունենա ևս 3 մանդատ եւ կունենա նաեւ արդեն մանդատների 3/5-ը, ինչը մեծ հաշվով բավականին լայն լիազորություններ կտա նրանց, այսինքն կկարողանան առանցքային տարբեր պաշտոնյաների նշանակել եւ պաշտոններից հանել։ Այդ առումով օրինակ այս օրերին ընթացող գործընթացը շատ հետաքրքիր է ու կարեւոր, այսինքն 50, 60, 70, միգուցե նաեւ 10 ձայնի արդյունքում կարող է որոշել ողջ այս քաղաքական գործընթացների ապագա։ Անդիմադիր դաշտում մենք տեսնում ենք, որ կան խոսակցություններ, որ պետք է հրաժարվել մանդատներից եւ այլն, ես կարծում եմ սրանք շատ անտրամաբանական խոսակցություններ են, որովհետեւ առաջինը դա որևէ ազդեցություն չի ունենալու ապագա խորհրդարանի վրա, այսինքն այնպես չի, որ մանդատներից հրաժարվելու դեպքում այս խորհրդարանը ծրվելու է, պարզապես իշխող ուժը շարունակելու է միանձնյա կառավարել երկրում, նրանք պնդում են, որ դա լեգիտիմության ինչ-որ խնդիրներ կստեղծի, ես չեմ կարծում, որ այդպիսի խնդիրներ կլինեն։ Երկրորդը, եթե նույնիսկ այս սցենարը չի լինում, Բարգավաճը նույնիսկ չի անցնում, ընդդիմությունը բավականին պատկառելի ներկայություն է ունենալու խորհրդարանում եւ նույն ամենակարևոր հարցը, որի մասին չխոսեցինք, իշխանությունը որևէ պարագայում արդեն համանդրական մեծամասնություն չի ունենալու։ Հիշենք, որ փորձենք մի քիչ ավելի բացատրել, հա, մեր դիտողներին ինչ է դա իրենց ենթադրում, այսինքն ինչ չի կարող անել եւ ինչ կարող է։ Համանդրական մեծամասնության հետ կապված գլխավոր խնդիրը իշխող ուժի համար այն է, որ նրանք չեն կարողանալու կազմակերպել այդ հանրաքվեն համանդրության փոփոխության, որի մասին խոսում էին վերջին տարվա ընթացքում, մեծ հաշվով Հայաստանի ապագան նույնիսկ կապել են այդ հարցի հետ, հիշեցնեմ, որ քարոզարշավի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե մենք չունենանք համանդրական մեծամասնություն, նոր պատերազմ կլինի սեպտեմբերին։ Սա բնականաբար ինչ-որ ներքաղաքական նպատակներ վարված հայտարարություն է, բնականաբար ոչ մի պատերազմ չի լինելու սեպտեմբերին կամ թեկուզ էսկալացիա, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ դեռևս անդրադարձ կատարենք այս հարցին, թե ինչպիսի հետևանքներ կամ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության խաղաղագործընթացի վրա, բայց ամփոփելով ներքաղաքական մասը պետք է արձանագրել, որ այո, ի հեճուկս այս համոզիչ հաղթանակի իշխող ուժի լծակները բավականին նվազել են եւ նվազելու են այս գալիք խորհրդարանում, եւս մեկ հանգամանք, որը պարզապես անհնար է չնկատել այն է, որ քաղաքականությունը Հայաստանում վերջնականապես մտել է այս ռեսուրսային պայքարի մեջ, մենք տեսնում ենք, որ խորհրդարանում տեղերի համար մեծ հաշվով պայքարել են միայն այն ուժերը, որոնք լուրջ ֆինանսական կամ վարչական ռեսուրսներ ունեն։ Իշխող ուժի պարագայում դա եւ վարչական եւ ֆինանսական ռեսուրսների մասին է խոսքը գնում, անդիմության դեպքում հիմնականում ֆինանսական ռեսուրսների, չգիտեմ, տեսել ենք այդ բոլոր քրեական գործերը, ընտրակաշառքի հետ կապված եւ այլն, այսինքն որևէ այլ ուժ, որը չունի այդպիսի ահռելի ֆինանսական միջոցներ կամ վարչական լծակներ, փաստացիորեն չի կարող պայքարել եւ սա բավականին տխուր պատկեր է, սա նշանակում է, որ այս ուժերը շարունակելու են մեծ հաշվով վերահսկել Հայաստանի քաղաքական համակարգը, սա նշանակում է նախորդ թողարկման ընթացքում ավելի մանրամասն խոսեցինք այս մասին, որ ժողովրդավարական զարգացման տեսանկյունից լուրջ խնդիր է լինելու, որովհետև եթե չկա պրոժողովրդավարական այլընտրանք այս համակարգին եւ իշխանությանը եւ ընդդիմությանը, այս բևեռացած քաղաքականությունը շարունակելու է գերագայել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այդ բևեռացումը արդեն խորհրդարանում ենք տեսնելու, երևի ավելի սուր կլինի, քան նախորդ խորհրդարանի դեպքում, սա ինչպես է ազդելու առհասարակաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված բոլոր գործընթացներին, Ռուսաստանի հետ հարաբերություններին։
Այո, այստեղ կարծում եմ նույնիսկ բևեռացումը չի խնդիրը իշխող ուժի համար, որովհետև նրանք են ջատագովում այդ սահմանադրության փոփոխության օրակարգ, այստեղ խնդիրը այն է, որ այս պահի դրությամբ նրանք չունեն այն ներկայացվածությունը կամ չեն ունենալու այն ներկայացվածությունը խորհրդարանում, որը թույլ կտա կազմակերպել այդ սահմանադրական հանրաքվեն։ Դրա համար առնվազն պետք է ձայների 2/3-ը, ոչ թե ձայների, այլ մանդատների 2/3-ը։ Եվ նաև հաշվի առնելով այս արդյունքները, մենք տեսանք, որ բավականին լուրջ քարոզարշավ էր կազմակերպվել, կատակով կարող ենք նույնիսկ դա անվանել տրանսատլանտյան քարոզարշավ, որովհետև նույնիսկ Միացյալ Նահանգները, եվրոպացիները բոլորը ներգրաված էին այս քարոզչության մեջ, այս կամ այն կերպով եւ այս կամ այն աստիճանով, նույնիսկ այս պարագայում իշխող ուժը ստացել է ընդամենը 700,000-ից մի քիչ ավել ձայն, եւ սա նաեւ պայմանավորված էր շատ բարձր մասնակցությամբ ընտրողների, այսինքն եթե մասնակցությունը օրինակ նախորդ ընտրությունների մոտորապես չափով լիներ, այդ ձայները ավելի քիչ կլինեն։ Հիմա պատկերացրու, որ թեկուզ ինչ որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ հրաշքով կարողանում է ապահովել այդ սահմանադրական հանրաքվեի անցկացումը, իդեպ մեր բոլոր այն մտահոգությունները, որոնց մասին խոսում ենք նախորդ թողարկման ընթացքում, որ հետընտրական փուլը շատ ավելի լուրջ խնդիրներ է բերելու ժողովրդավարական հետընթացի տեսանկյունից, առաջին իսկ օրը արդարացան, այսինքն տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական Ոչ միայն Գագիկ Ծառուկյանի եւ քաղաքական գործիչների, այլ նաեւ հասարակ քաղաքացիների, ովքեր լրագրողների զրույցում են ինչ որ բան ասել, լրագրողի նկատմամբ, լրագրողի, ով լուսաբանել էր այդ քվեարկությունը Մեղրիում, որը տեղի ունեցել 8-ից հետո, բայց տեսնում ենք, որ այս միտումները կան, իշխանությունը բնականաբար շարունակելու է այս քաղաքականացված արդարադատությունը օգտագործել իր նպատակներին հասնելու համար, իդեպ սա առանձին թեմա է, ինչպես են տարբեր օլիգարխներ ժամանակ առ ժամանակ դառնում պարտաճանաչ հարկատու, երբ նրանց օրինակ իրավունք է տրվում, լիազորություն է տրվում հատիսի վրա արձաններ կառուցել, իսկ երբ արդեն քաղաքականապես իրավիճակը փոխում է կամ նրանք են քաղաքականապես ակտիվանում, միանգամից դառնում են թալանչի օլիգարխ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ նույնիսկ եթե այս գործիքների կիրառման միջոցով Նիկոլ Փաշինյանը կարողանա հասնել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը, իմ կարծիքով այդ պարագայում նույնիսկ դժվար է լինելու հասնել իրենց համար ցանկալի արդյունքին, որովհետև սահմանադրական հանրաքվեի դեպքում այնուամենայնիվ այս տիպի բևեռացում եւ այս տիպի հրատապություն չի լինելու, այսինքն եթե հիմա մարդկանցից շատերը գնացել են կոնկրետ ինչ որ ուժի դեմ քվեարկելու եւ դրանով նաեւ կարելի է բացատրել այս բարձր մասնակցությունը, օրինակ գնացել են քվեարկել Նիկոլ Փաշինյանին, որ ինչ որ պրոռուսական ուժեր չգան իշխանության կամ գնացել են այդ պրոռուսական ուժերին քվեարկել, որպես Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա սահմանադրության պարագայում շատ ավելի դժվար է լինելու այդ հրատապության զգացողությունը փոխանցել հասարակությանը եւ ընդհանուր առմամբ կարծում եմ դա նաեւ բավականին ոչ պոպուլյար օրակարգ է լինելու նույնիսկ այլ մարդկանց մի մասի համար, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, այս բողոքի քվեարկությանն են մասնակցել, այսինքն ինչ որ մեկի դեմ են քվեարկել, այլ ոչ թե ավելի շատ ինչ որ մեկի օգտին, ու սա կարող է խոչընդոտ դառնալ մի շարք գործընթացների համար, սա նշանակում է որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու, եթե Ադրբեջանը չփոխի իր դիրքորոշումը, իր այդ նախապայմանը, սա խաղաղության պայմանագրի չստորագրման դեպքում կարող է արկախվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, եթե Թուրքիան եւս չհրաժարվի այդ նախապայմանից, տեսականորեն, ոչ թե տեսականորեն, այլ կարող ենք ունենալ մի իրավիճակ, որ խաղաղության պայմանագրի չստորագրված լինելու պարագայում այնուամենայնիվ թրիփը գործարկվում է, այդ կոմունիկացիան բացվում է, բայց կրկին ավելի լայն ապաշրջափակման համար խաղաղության պայմանագրի չստորագրված լինելը կարող է խոչընդոտ դառնալ, որովհետև Հայաստանին միայն թրիփը չի պետք, այդ 42 կիլոմետրը մեծ հաշվով Հայաստանին ոչինչ չի տալիս, Հայաստանին պետք է որպեսզի բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, որպեսզի Ադրբեջանի հետ ավելի լայն ապաշրջափակում տեղի ունենա, եւ եթե խաղաղության պայմանագրի պատճառով այս գործընթացները տեղի չեն ունենում, ապաշրջափակման գործընթացը եւս ինչ որ առկախված վիճակում է մնում, որը լիովին կամ ընդհանրապես ձեռնտու չէ Հայաստանին։ Եվ զրույցի վերջում խոսենք նաև Արթուր Օսիպյանի մասին, այսօր արդեն 23-րդ օրն է իր հացադուլի, ինչով է այս ամեն ինչը ավարտվելու եւ ինչ տրամաբանության մեջ է տեղավորվում առհասարակ։
Դժվար է ասել, մենք տեսնում ենք, որ արդեն բավականին լայն կոնսոլիդացիա կա այս հարցի շուրջ, նույնիսկ մարդիկ, ովքեր լոյալ են տրամադրված իշխանությունների նկատմամբ, բարձրաձայնում են իրենց բողոքը տեղի ունեցածի նկատմամբ, մյուս կողմից էլ մենք տեսնում ենք այլ դերակատարների, որոնք կամովին ստանձնել են իշխանական քարոզիչների ինչ որ կարգավիճակ, որոնք ասում են, որ օրինակ երկուսն էլ պիտի ներողություն խնդրեն իրարից, այսինքն եւ Արտուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից եւ Նիկոլ Փաշինյանը Արտուր Օսիպյանից, չնայած պարզ չէ թե ինչու պետք է հալածված մարդը ում դեմ ապօրինի քրեական գործ են հարուցել, ներողություն խնդրի իրեն հալածողից։ Կան նաև արդեն այդ քարոզչական գործում կարծում եմ ինչ որ կարմիր գծեր հատած դեմքեր, որոնք պնդում են, որ մեծ հաշվով այն ինչ Օսիպյանը գրել էր ամիսներ առաջ եւ ոչ ոք չէր նկատել, ոչ իր ապամարմինները, ոչ էլ ընդհանրապես որևէ մեկը չէր նկատել այդ գրառումները, շատ ավելի վտանգավոր են Հայաստանի պետականության համար, քան այս ապօրինի գործընթացը, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ իշխանությունները պետք է շատ արագ որոշում կայացնեն, որովհետեւ սա ոչ միայն մի մարդու կյանքի հարց է, չնայած դա է ամենակարևորը այս փուլում, այսինքն շատերը փորձում են այլ տեսանկյուններից այս հարցին նայել, բայց սա կարող է նաև լուրջ կարմիր գիծ լինել, այս իդեպ զգուշացնում ենք մենք վերջին տարվա ընթացքում, որ բանը սրան հասնելու է, այս կարմիր գիծը հատելուց հետո դժվար է լինելու, արդեն ինչ որ հետադարձ քայլ կատարել, սա պարզապես արդեն լրջագույն բիծ է լինելու բոլոր մարդկանց համար, պետական համակարգում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր մարդկանց համար, որովհետև մեծ հաշվով սա վերջնականապես ջնջելու է գործող իշխանությունների եւ նախկինում տեղի ունեցած նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած տարբեր արարատավորների միջև եղած դեռևս գոյություն ունեցող որոշակի տարբերությունները։ Ուստի սա Օսիպյանի ազատ արձակումը նրա դեմ այդ ապօրինի քրեական գործի կասեցումը բխում է նաեւ իշխանության կարելի է ասել նեղ անձնական շահերից։ Շնորհակալություն Տիգրան։ Ես եմ շնորհակալ։